Ձեր քաղաքական հաջողություններից մասնավորապես նախագահ Քոչարյանը հաճախ է հայտարարում, որ արցախցիների վերադարձի իրավունքին հետամուտ են լինելու։ Ես խնդրում եմ, որպես նախարար ասեք, աշխարհում կա մեկ ժողովուրդ, ազգ կամ հանրիկ, որ օգտվել է վերադարձի իրավունքից եւ վերադարձի իրավունք ասածը ինչ կարգավիճակի ենթադրում վերադարձողների համար։ Ճիշտ ասած, հիմա դուք տալիս եք հարց, որը ես եմ սովորաբար երբ որ առիթ ալնում, այդ թվում խորհրդանում եւ հանձնաժողովի աշխատանքների ֆորմատով։ Երբ որ ասում են վերադարձի իրավունք, ասում եմ մի հատ խնդրում եմ, ինձ կասեք դետալիզացված, այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ինչ պայմաններով։ Ենթադրենք, ընդեր դռները բացում են, ասում են եկեք, ստեղ էլ են մարդիկ, ովքեր ուզում են գնան, գնում են։ Խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, որ մասնակյոր է։ Արդյոք դա նշանակում է գնում եք եւ լինում եք անկախ պետություն, թե լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա, թե հայերենը հերիք է, թե օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը, եւ այս կարգի տասնյակներով հարցեր, որովհետեւ այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող տեսնել այդ մարդկանց անկեղծությունը եւ անցյալի մասով, երբ որ իրանք մաքսիմալն էին պահանջում եւ երբ որ մենք ասում էինք նշաձողը որ իջացնենք լուծումներ կգտնվեն, մեզ դատապետում էին այդ նշաձող ազգային բաներին դավաճանելու համար։ Հիմա տեսնենք կարող է բարձրի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածրային նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց տենց էլ բարձրի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում բան, վերադարձ ասելով ինչ նկատի ունեն։ Խնդրում եմ ինձ ինչքան ուզում եք հարց տվեք, բայց այդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք, ասեք Արարատ Միրզյանը ձեզ հարց է տալիս։ Ինչպես եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի իսկ վերադարձի իրավունքից օգտված ժողովուրդի արձանագրենք, ոնց որ իրանք էլ են ընդունում, որ դա իրանք։ Իսկ դե գիտեք, հիմա ճիշտ ասած դες չեմ նայել, հիմա հնդածս փորձում եմ հարցնվեցիք հիշեմ պատմության լայն ժամանակագությամբ պաշտպանությամբ այս պահին մտքից չի բան գալիս, բայց չեմ բացառում որ եղածների եւ դա կարեւոր է չի կարող է բարձրին ընդհանրապես չի եղել, կարող է բարձրին 3 դեպք եղել է հասկանում եք, բայց ես ասեմ այսօր այդ հարցը որ մարդիկ ձեզ բարբոր բարձրացնում են այդ մարդիկ որ 30 տարի մի ամբողջ ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում մի ամբողջ ժողովրդի քթից բռնած տարել են արունակամ են արունակ հստակ իմանալով որ իրանց ուզած լուծումը իրատեսական չի մարդիկ են մոլորության մեջ են եղել այդ թվում ես նորից չեմ ուզում ամեն անգամ ուզում իմ մեղքեր շեշտեմ որ հանկարծ չմտածեք ես դիստանցավորում եմ դրանից խաբել են հիմա էլ են ուզում այդ նույն նարատիվներով խաբել մարդիկ այս համատեքստում եւս մի հատ նախարարությունից հիմա եկեք շատ լավ հարցը լեգիտիմ է առաջարկում եմ եկեք հստակեցնենք ինձ եւ մեզ ուղված մեղադրանքը ինչու՞մն է որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների սա մի իրավիճակա մի պատասխան է թե չենք կռվել թե կռվել ենք զոհերը տվել ենք թե պետք է չտայինք հանձնելով թե որտեղ այս մեղադրանքների մեջ իրար մեջ մեծ հակասություն կա եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը իմ այդ մեղադրանքներից մեկը ուղղի մեկ ասի դուք հիմար էիք եւ չգնացիք լուծումների ջանդամ թե ժողովուրդը դա չէր պաշտպանում չտվեցիք հողերը սա մի մարդաց եւ այն մյուս մարդը ասի որ դուք պետքա կռվեիք մինչեւ վերջ շատ եւ հիմա Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ անջատ չկա եւ այլս այս բաներ ասեն այս հլելի հնարավոր է համակերպել այս իրականության հետ առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում հիմա ինձ հետաքրքիր է էլի ես ինչու եմ մեղավոր որ հողերը տվել են թե չեմ տվել որ զոհեր եղել են թե չեն եղել այս որ իրանք բան անեն գան եզրակացության տարբեր է ես մենք քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու որ մենք բավարար իմաստություն չենք ունեցել հասկանալու որ պետքա գնալ շատ շտապ եւ շատ մեծ զիջումների որպեսզի կանխենք այս արյունահեղությունը բայց դա էլ հարց է եթե մենք ունենայինք բավարար իմաստությունը եւ համարձակությունը դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար այս էլ առանձին ուսումնասիրության նույնիսկ թեմա է լսում ձեզ հիմա զոհերը չլինեին բայց հողերը տանք դուք անխնդրում եք նայեք ես մի խնդրանք ունեմ ձեզ որպես նաեւ տարիներ շարունակ իրար ճանաչող մարդ դուք
իրավունք ունեք այդ մեղադրանքները ինձ հնչեցնել, նաև լրագրող եք հարց եք տալի։ Կարող եմ ես ձեզ նույն հարցը տալ հիմա։ Դուք ո՞նց եք կարծում 2020 թվականի հունվարի 1-ին պետք է գնալ, ասել ես հողերը տալիս եմ, Ղարաբաղի անկախությունից է հրաժարվում եմ եւ դրանով գնում ենք լուծման եւ պատերազմ չլինի, թե պետք է գնալ պատերազմի եւ գրվել։ Խնդրում եմ ձեր անձնական դիրքորոշումը ասեք, ես հասկանամ։ Ձեր չափին։ Okay, ինչ կանեիք։ Կանեի այնպես, որ զոհեր չլինեն։ Այսինքն կտայիք հողերը եւ Լեռնային Ղարաբաղի անկախություն կոչվածից կհրաժարվեք։ Բայց ամեն ինչ արժանանա։ Ես ձեզ որևէ բանում չեմ ներողություն։ Եկեք ճիշտ հասկանանք իրար։ Ես ձեզ բանում որևէ բանում չեմ մեղադրում։ Ուղղակի ինձ որպես անհատ, հետաքրքիր ձեր որպես անհատի դիրքորոշումը շնորհակալ եմ, որ ասեցիք, վաղը մյուսը պետք է գա։